Հաշվետվության համար մարզային կառույցի առաջին կանգառը Նոր կյանք գյուղն էր։ Գյուղապետ Արա Սուքիասյանը ներկայացրեց, որ 2009-ը բավականին հաջող տարի էր գյուղի համար։ Նախ այն, որ Նոր կյանքը հանրապետությունում ճանաչվեց լավագույն համայնք, այնուհետև համայնքապետը կարևորեց գյուղում սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշը, ու դա պայմանավորեց համայնքներին տրված այն արտոնությամբ, համաձայն որի հողի հարկի մայրգումարը վճարելու դեպքում չեղյալ են հայտարարվում տուժ տուգանքները։ Հողի հարկի կազմման այս բարձր ցուցանիշը արձանագրման հարցում մեծ ներդրում ունեցավ այն ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը հողի հարկի արտոնություններ սահմանելու մասին տուժ ու տուգանքի հարցում, եւ դա բավականին մեծ էֆեկտ տվեց, եւ այն բնակիչները, ովքեր երկար տարիներ հողի հարկը չէին մուծել, տուժ ու տուգանքից ազատվեցին մուծելով մայրգումարը։ Խնդիրների մասին խոսելիս Արա Սուքիասյանը կարևորեց Նոր կյանքում հակակարգտային կայանների տեղադրումը։ Համայնքի ցանկատարածությունները անցած տարի կարգտի պատճառով տուժել են կրկնակի, արդյունքում գյուղացին բերք չի հավաքել։ Այդ պատճառով հողագործությունը համայնքում այս տարի մեծ թափ է առնելու։ Վնասը ակնառու էր, բայց ազգաբնակչությունը իհարկե համեմատած անցած տարվա այս տարի այդ կարգը տարությունից դուրս գալով համեմատաբար ցանկատարածները պակասել են, բայց մենք հուսով ենք, որ 2010 թվականին երևի թե ցանկատարածները ազգաբնակչությունը ավելացնի։ Ի տարբերություն Նոր կյանքի Մեղրաշեն գյուղում անցած տարի 5 հակակարգտային կայան է տեղադրվել, բայց արդյունքը գյուղացիները դեռևս չեն տեսել, քանի որ դրանք այս տարի են շահագործվելու։ Այստեղ գյուղապետ Հունան Պետրոսյանն առաջ քաշեց երկարաձգել հողի հարկերի գանձման համար գյուղացիներին տրված արտոնությունների ժամկետը։ Եթե մի 6 ամիս այս օրենքը եւս գործի, մենք ավելի լուրջ առաջընթաց կունենանք հողի հարկի կատարման գործում։ Մեղրաշենում այս տարի վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու գյուղապետարանի շենքում, ըստ գյուղապետի բացառապես համայնքի բյուջեի գումարներով։ Այդ դեպքում նոր վերանորոգված մասնաշենքի առաջին հարկում նախատեսվում է տեղակայել գյուղի գրադարանը։ Այս ծրագրի իրականացման արդյունքում մենք մեր մշակույթի տանը գտնվող գրադարանը ուզում ենք տեղափոխել Մեղրաշենի գյուղապետարանի առաջի հարկ, ազատելով այդ տարածքը, տրամադրել ազգաբնակչությանը որպես մշակույթի տուն եւ որպես այլ միջոցառումների համար տարածք, որը մեր գյուղի, հատկապես երիտասարդների համար անհրաժեշտ է։ Հարակից Փանիկ գյուղում առաջնահերթության կարգով նախատեսվում է լուծել փողոցների լուսավորության հարցը։ Բացի այդ, գյուղացիները դժգոհեցին, որ համայնքում առկա է ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման ջրի խնդիրը։ Ամառվա շոկին, որպեսզի ջուր մատակարար ենք դաշտը, ունենք ջրագիծ, բայց չի աշխատում, պոմպակայան ունենք, դրա չի աշխատում, պետք է որ վերակառուցենք դա, տեսնենք թե ինչ միջոցներով կլինի, գյուղապետարանի միջոցներով, թե ինչ որևէ մի ծրագրով, ջուրը տանենք, հասցնենք այնտեղ, որովհետեւ համանասունները ջրում են համել դաշտում խմելու ջուր կեն։ Իսկ Արտիկ քաղաքով սահմանափակվեց այսօրվա հաշվետու համայնքների ցանկը։ Արտիքում փոխքաղաքապետի խոսքերով սեփական եկամուտները կատարվել են 100%-ով։ Ճգնաժամը այս քաղաքում որոշ քաղաքաշինական ծրագրեր կասեցրել էր, որոնք նպատակ կա իրագործել այս տարում, բայց խնդիրներից նախ եւ առաջ Արտիկի լուսավորության հարցն է անհանգստացնող։ Էրմինե Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալենյուս։